Պարոն Մանվելյան, Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանը անսահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է ու տարիներ շարունակ այդ ռեսուրսները սխալ են ընկալվել ու սխալ են օգտագործվել։ Ըստ ձեզ այս փուլում ասված քարոզչական բնույթ ունի, թե այնուամենայնիվ Հայաստանի ռեսուրսները իրոք այսքան ժամանակ էներգետիկ ռեսուրսների մասին է խոսքը, սխալ են օգտագործվել։ Եկեք ասած տարբեր ենք իրականությունը PR-ից, քանի որ վաղուց արդեն սկսվել է նախընտրական շրջանը եւ մարդիկ զբաղված են PR-ով, ու այդ PR-ի ժամանակ սեփական վերարտադրությունը ապավելու համար մարդիկ պատրաստ են նաեւ սուտ խոսել, ինչը մենք ամեն օրվա ռեժիմով տեսնում ենք, ու խնդիրը թե սուտը ինչ չափի կլինի։ Հիմա այս մարդիկ ընտրել են հայտի Գեբելսյան սկզբունք էլի, սուտը ինչքան շատ կրկնես, այնքան կթվա թե դա ճշմարտություն։ Ցավոք Հայաստանը էներգետիկ մեծ ռեսուրսներ չունի, բայց չնայած դրան Հայաստանը միշտ շատ գրագետ ձև կարողացել է կազմակերպել եւ կառավարել իր էներգետիկ հնարավորությունները, որը հիմնված է 3 հիմնական սկզբունքների վրա։ Առաջին դա էժան գազն է, տարածաշրջանում ամենաէժան գազը մենք ենք ներմուծում։ Երկրորդը դա հիդրոկայաններն են, մոտապես մեր արտադրական հզորություններից 30-40% հիդրոգեներացիան է, եւ ամենամեծը դա ատոմակայանն է, մոտապես 40%։ Վերջին տարիներին շատ ակտիվ զարգացում է, վերջին տարիներին չէ, մոտապես ասենց ասեմ, արևային էներգիայի զարգացման ռազմավարությունը ընդունվել է դեռ 2010 թվականին, որը հիմա զարգանում է, բայց զարգանում է շատ քաոտիկ, այսինքն կարգավորված ռազմավարություն, հատուկ քաղաքականություն չկա։ Հիմա ուղղակի շատերին ձեռ է տալի ունենալ իրենց տան կտուրներին նմանատիպ համակարգեր, կենցաղի համար դա շատ ձեռնոտ է, ու այս մարդիկ փորձում են այդ կենցաղավարությունը ցույց տալ որպես իրենց քաղաքականության արդյունք, բայց սա բերել է նաև որոշակի քաոսի հենց էլեկտրաէներգիայի շուկայում, որը իրանք էլ ի վիճակի չեն նաև կառավարելու, իսկ հիմա այդ վիճակը գնալով էլ ավելի վատանալու միտում ունի, քանի որ եվրոպական փորձը ցույց տվեց, որ արևային էներգիան, երբ որ դու հենվում ես միայն էներգիայի մի ոլորտի վրա, շատ կարող է բերել աղետի, ոնց որ ասենք դա տեղ ունեցավ Իսպանիայում, որը 3 օր բլեքաուտի մեջ էր, ընդհանրապես լույս չուներ, մինչև կարողացան 3 օր հետո իրենց ատոմակայանները նորից վերբեռնեն, սկսեն աշխատել, որպեսզի էլեկտրաէներգիայով ապավեն։ Այսինքն խոսել Հայաստանի էներգետիկ իբր թե անսպառ հնարավորությունների մասին, եթե նկատի ունի միայն արևային էներգիան, սա շատ վտանգավոր տենդենս է, նորից եմ ասում, եվրոպական փորձը լրիվ հակառակն է ապացուցում։ Այսօր եվրոպացիները մտածում են ոնց վերադառնան նորից ատոմային էներգետիկա եւ այլն եւ այլն։ Փաշինյանը անսահմանափակ պոտենցիալ ունեցող մի էներգիա է ասել արևային էներգիան, դուք իհարկե այսպես ասած հերքեցիք, նշեցիք, որ դա այդքան էլ այդպես չէ ու շուկան այդքան էլ վերահսկելի չէ, եթե օրինակ Փաշինյանի իշխանությունը խոսում է արևային էներգիայի գործարկման, այսպես ասած այլընտրանքային, տարբերակ որպես ատոմային էներգիայի, հիմա ինչ է ստացվում, արդյոք Հայաստանը կարող է միայն արևային էներգիայով գոյատևել։ Նայեք, նորից եմ ասում, եվրոպական փորձը ցույց է տալի, որ դա շատ վտանգավոր է։ Եվ եվրոպացիները իրանք արդեն հասկանում են, որ մի էներգետիկ համակարգի վրա հիմնվել հնարավոր չէ, առավելևս արևային էներգիայի, որը ինքը շատ խնդրահարույց է իր ձևի մեջ։ Պլյուս եթե դու եմ ես արևային էներգիայի վրա, դու հայտնվում ես կախվածության մեջ, ասենք թե Չինաստանից, որտեղ այդ ամբողջ համակարգերը ներմուծվում են Չինաստանից, որը ամբողջովին վերահսկում է ընդհանրապես այսպես կոչված վերականգնողական էներգետիկան աշխարհում, եւ Հայաստանում, եւ ամբողջ Եվրամիությունում, այսինքն մրցակից այդ համակարգերին չկա։ Միաժամանակ այդ համակարգերը խնդրահարույց են, որտեղ նախ դրա համար ահռելի մեծ տարածքներ են պետք։ Օրինակ Չինաստանը, քանի որ այնտեղ ահռելի տարածքներ կան անապատային, ինքը այդ տարածքները ծածկում է հենց այդ արևային պանելներով, բայց դա էլ է խնդրահարույց, որտեղ այդ համակարգերը շատ արագ փչացող են, շատ մեծ ծախսատար են, շատ թանկ են, արևային էներգիան մինչև ամենաթանկ էներգետիկ համակարգերն են, ի տարբերություն նույն ատոմային կայաններից, որոնք շատ ավելի էժան է արտադրում մեր ատոմային համակարգը, եւ ինքը կարիք ունի դոտացիայի։ Այսինքն եթե պետությունը դա դոտացիա անելու, սա արդեն չի կարող էֆեկտիվ լինել։ Մանավանդ եթե դու ուզում ես երկրում արդյունաբերություն զարգացնես, քեզ պետք են կայուն էներգետիկ աղբյուրներ, իսկ դա կարող լինի ջերմակայաններ եւ դա կարող լինի ատոմային համակարգեր։
Եվ խոսենք ԱԵԿ-ի մասին, հա, իշխանությունները ամեն վարքյան թմկահարում են այսպես ասած մոդուլային ատոմակայանի կառուցման մասին, այնինչ այսպես ասած որպես փորձնական մոդել էլ անգամ չի կիրառվել, նույն ինքը Ամերիկան էլ չունի, որպես այդպիսին փորձ միայն փորձ ունեցողը Ռուսաստանն է, բայց նաև տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այդքան էլ լավ չեն, նամանավանդ տնտեսական հարաբերությունները այս վերջին շրջանում, նախ խոսենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման մասին եւ իհարկե մոդուլային ԱԵԿ-ի մասով։ Նայեք, Ռուսաստանը մեր համար կարևոր գործընկեր է, անկախ նրանից քաղաքական ինչ հարաբերություններ ունենես։ Հայաստանի արտանման 80%-ը գնում է Ռուսաստան, Հայաստանի պատրաստի ապրանքի շուկան գնում է Ռուսաստան։ Էժան գազ մենք ներմուծում ենք Ռուսաստանից։ Հետևաբար Ռուսաստանը մեր համար կարևոր գործընկերն է։ Հայաստանի ներքաշել հակառուսական, ցանկացած հակագործընթաց մեջ ուղղակի Հայաստանը չպիտի իրավունք չունի ներքաշել, ոչ հակառուսական, ոչ հակաեվրոպական, ոչ հակաամերիկյան, ոչ հակաիրանական, ուղղակի իրավունք չունի։ Իսկ այն ինչ որ տեղի ունեցավ, ասենք մի քանի օր առաջ Երևանում, դա հակառուսական, ուղղակի ասենց ասեմ միջոցառում էր, ավելի շատ նվիրված Զելենսկուն եւ Ուկրաինային եւ Ռուսիայի տալությամբ եւ ատելությամբ, որը Հայաստանի շահերից չի բխում բացարձակապես։ Նույն ձևել չի կարելի Հայաստան ոչ հակաամերիկյան անցկացնել, ոչ էլ հակաիրանական, ոչ մի հակա։ Հայաստանը չունի այդ ռեսուրսը մտնելու հակա այս պատերազմների մեջ, որտեղ խելոք երկրներ օրինակ մեր հարևան Վրաստանը ոչ մի կերպ թույլ չտվեց, որ իրան ներքաշեն հակառուսական այս գործընթացի մեջ։ Բայց քանի որ այս մարդիկ ամեն կերպ վերարտադրվելու խնդիր են լուծում, դա համար Հայաստանին քաշում են բառերից բունի մասով հակառուսական այս գործընթացի մեջ, ինչը շատ վտանգավոր է, նորից մեր գյուղատնտեսական ապրանքը լրիվ գնում է ռուսական շուկա ու այլընտրանք չկա, փորձեք տարեք եվրոպական շուկա, չեն է թողի նույնիսկ սահմանը անցնել այդ ապրանքը։ Ինչ վերաբերում է մոդուլային կայանին, ես մի քանի անգամ ասել եմ, ուզում սա մի անգամ էլ գրեմ։ Մոդուլային համակարգերը Հայաստանի ձեռնատու չի, անկախ նրանից դա լինի ամերիկյան, ռուսական, չինական, ոչ մի ձևի մեզ ձեռնատու չէ մոդուլային համակարգեր։ Մոդուլային ռեակտորները կառուցում են մեծ պետությունները, որոնք ահռելի տարածքներ ունեն, ասենք հեռավոր գյուղեր քաղաքներ ունեն, ասենք չգիտեմ Ալյասկա ունեն, Սիբիր ունեն, որտեղ կան փոքր քաղաքներ 50-60 հազարանոց, եւ իրեն ձեռնատու են, դե կողքը կառուցել մի հատ մոդուլային կայան, որը կաշխատի ավտոնոմ կերպով եւ կապահովի ամբողջ այդ համակարգը էլեկտրաէներգիա։ Մնացած դեպքում ինքը ձեռնատու չի, Հայաստանպես փոքր կոմպակտ երկիր է, որ առանց դրա էլ սրանց թեթև ձեռքով կորցեց իր տարածքի 30%-ը, չի կարող իրեն թույլ տալ մոդուլային կայան կառուցել, որի հզորությունը մաքսիմալ 300 մեգավատ է, ու որի գինը $5 միլիարդ է, սա շատ թանկ գին է, սարսափելի թանկ գին է։ Եթե դու $5 միլիարդ տաս եւ 300 մեգավատանոց էլեկտրաէներգիա համակարգ կառուցես ռեակտոր, դու սիֆաց պետք է լինես էլեկտրաէներգիայի գինը բնակիչների համար 3 անգամ թանկացնես, որ այդ գումարը հետ բերես։ Հետաբար Հայաստանը ես միշտ ասել եմ շատ ավելի ձեռնատու է, ավելի մեծ կայաններ, մեծ ռեակտոր, նույն, ասենք թե մեծամարում գտնվող ռեակտորի ավելի մեծ ինքը VVR 400 է, մեզ շատ ձեռնատու կլինի VVR 1200 մոդելի ռեակտոր, որը արտադրում է Ռոսատոմը, որտեղ բացի նրանց, որ մեզ էլեկտրաէներգիա պետք, մենք պետք է հասկանանք, որ միջուկային էներգետիկան Հայաստանի միակ վերջին մնացած սովետական ժառանգություն մնացած զարգացած ուղղությունից է։ Մենք միակ երկիրն ենք տարածաշրջանում, ով ունի մասնագետներ, բացի այնց, որ մենք ունենք կայան, մենք ունենք ինժեներներ, միջուկային էներգետիկայի, մենք ունենք տարբեր տիպի մասնագետներ, որոնք կարողանում են ապահովել այդ համակարգի աշխատանքը։ Օրինակ մինչև հիմա Իրանում կա ռուսական էլի ատոմակայան, որտեղ 200-ից ավել մասնագետ էր աշխատում։ Նույնը Թուրքիայում ենք կառուցում, որ ցելի ռուս մասնագետներն են գնալ աշխատել, որտեղ իրանք չունեն այդ շկոլան։ Դա դպրոց է, գիտական հզոր դպրոց է, որը պետք է պահպանել ամեն գնով։ Փակելով այս ատոմակայանը, բերելով ամերիկյան կամ այլ երկրի մոդուլային կայան, ոչ միայն տնտեսապես ենք մենք տուժում, մենք նաև տուժում ենք արդյունաբերության տեսակետից, գիտության տեսակետից, հարյուրավոր մեր մասնագետներ դառնում են անգործ եւ սիֆաց լքելու են երկիրը։ Այսինքն սա աղետաբեր գործընթաց է, որ ուղղակի չի կարելի թույլ տալ։